Ժորժան, ինչպես գիտեք, երեկվանից Վալբերիզը եւ Օզոնը դադարեցրել են հայկական ապրանքների վաճառքը, եւ դա կապված է Ռուսաստանի մաքսային օրենքների փոփոխության հետ, եւ այս ընկերությունները դա արդեն հայտարարել են ու փորձում են այդ հարցը լուծել, բայց երեկվանից իշխանությունները եւ ընդդիմությունն են պարզում, թե ում պատճառով է սա տեղի ունեցել։ Իշխանությունը ասում է ընդդիմության պատճառով է, այնքան գնաց է բողոքվել են Ռուսաստանում, որ հայկական ապրանքները արգելել են, մեր վրա բողոքներ են տարել այնտեղ, իսկ ընդդիմությունը ասում է իշխանության հակառուսական քաղաքականության պատճառով է։ Եվ ժողովուրդը նայում է այս ամենին, որը տուժում է այս ամենից եւ ասում է՝ լավ, մամա ջան, այսուր եմ ես ընկել։ Մեր երկրում ամեն ինչը քաղաքականացվում է, որովհետեւ աթոռակռիվ է գնում։ Իրականում թե իշխանությունը, թե ընդդիմությունը բոլորը պետք է իրենց լծակները օր առաջ օգտագործեին եւ ոչ թե այս հարցում իրար մեղադրեին, այլ լուծեին հարցը ժողովրդի համար։ Ժողովուրդն կասեր հալալա, հիմա որ սենց նստում իրար մեղադրում եք, ժողովրդի համար ինչ հարց է լուծվում։ Այն մարդիկ, որ տուժել են, տուժում են, ֆինանսական կորուստներ են կրում եւ այլն, ձեր իրար մեղադրելը իմաստը ժողովրդի համար ո՞րն է։ Լավ, դուք աթոռակռիվ եք անում, լավ եք անում, բայց ժողովուրդը սա տենում է, ժողովուրդը նկատում է, ժողովուրդը տեսնում է, որ քաղաքական դաշտում չկա առողջ օրակարգ, ժողովրդի մասին ընդհանրապես չկա բանավեճ։ Մենակ ձեր աթոռակռիվն է։ Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, ու ես ասում եմ, որ պետք է ձևավորվի նոր ընդդիմություն, որը կներկայացնի ժողովրդին, որը կիչացնի վերևից դեպի ներքև, դեպի իրական Հայաստան իշխանություններին եւ կստեղծի նոր ժողովրդական, իրական օրակարգ, ոչ թե կտրված իրականությունից ինչ որ քաղաքական բանավեճ։ Բանավեճել չէ, իրար վիրավորելը։ Եվ ես գիտեմ, որ դուք եք հոգնել այս ամեն ինչից։ Դուք ուզում եք, որ ձեր խնդիրները լուծվեն, իրական երկրի խնդիրները լուծվեն, ոչ թե շոու լինի քաղաքական, խաղ լինի քաղաքական, անիմաստ իրար վիրավորանքներ լինեն քաղաքական, նույնիսկ կներեք քաղաքական բառը ստեղ ավելորդ է, դա ուղղակի քաղաքականության հետ որևէ աղերս չունի։ Թե կառավարությունը, թե պարլամենտական ընդդիմությունը, դուք ունեք լծակներ այս հարցը լուծելու, կապնվեք ձեր գործընկերների հետ, թե պարլամենտական մակարդակով, թե կառավարության մակարդակով, լուծեք, ոչ թե նստեք, աթոռակռիվ սարքեք, քաղաքական շոու սարքեք, մարդիկ կտեսնեն, կգնահատեն, ավելի շատ կգնահատեն, ավելի շուտ կգան ձեզ ձեն կտան, այլ ոչ թե սենց, որովհետև սենց արդեն մարդիկ ուղղակի հոգնել են, հիասթափվել են, սենց ուղղակի որևէ լուծում չի լինի, երկրի զարգացում չի լինի, ժողովրդի մատից փուշ հանել չի լինի։ Ժորժան, դուք ինչ եք կարծում, գրեք մեկնաբանություններում, բարձրաձայնեք ձեր խոսքը, բաժանորդագրվեք իմեջին եւ տարածեք այս տեսանյութը։